Արդյունավետ բուժման համար կարևոր են ոչ միայն տեխնոլոգիաներն ու սարքավորումները, այլև բուժկենտրոնի ներքին ձևավորումը, ընդհանուր մթնոլորտը, պացիենտի հանդեպ վերաբերմունքը, ուշադրությունն ու հոգատարությունը։ Հայտնի պրոֆեսոր գինեկոլոգիական ուռուցքաբանության Եվրոպական միության նորընտիր նախագահ օնկոգինեկոլոգ Խալիդ Սեհուլին ասում է. առողջությունը ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական եւ սոցիալական բարվոքություն է։ Կարևոր է պացիենտի ամբողջ ուղու ընթացքում ապահովել համապարփակ պացիենտակենտրոն մոտեցում։ Գերմանական աշխարհահռչակ Շարիտե հիվանդանոցի գինեկոլոգիական քաղցկեղի կենտրոնի ղեկավարն օրերս իր վաղեմի բարեկամ Նայիրի բժշկական կենտրոնի օնկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար Արտեմ Ստեփանյանի հրավերով այցելել է բժշկական կենտրոն, շրջել բաժանմունքներով, մասնակցել ձվարանի քաղցկեղի վիրահատությանը։ Ասում է, այնինչ տեսավ այստեղ, լիովին համապատասխանում է բուժման ուղու վերաբերյալ իր մոտեցմանը։ Այն, ինչ ես այստեղ տեսա, թե ռադիոլոգիական, թե քիմիոթերապիայի բաժանմունքում, այն է, որ բժիշկները ամեն ինչին նայում են պացիենտի տեսանկյունից։ Վիրահատությունը, որին մասնակցել է Սեհուլին, բավական բարդ էր։ Կնոջ մոտ ձվարանի տարածված քաղցկեղ էր։ Բժիշկը բացատրում է. ձվարանի քաղցկեղն ունի շատ բարդ անատոմիա, ախտահարվում է շատ մեծ մակերես, ներառյալ կարևոր օրգաններ՝ աղիները, լյարդը, միզապարկը, որոնք անհրաժեշտ է պահպանել։ Կոնկրետ այս վիրահատության ժամանակ Արտեմ Ստեփանյանի հետ միասին հեռացրել են աղիների մի հատված՝ արգանդը, ձվարանը, ստոծանու վերին շերտը եւ մեծ քանակությամբ որովայնամզային հյուսվածք։ Սեհուլին ասում է, նման բարդության վիրահատություններ ոչ բոլոր բուժկենտրոններում, անգամ ոչ բոլոր երկրներում են կարողանում կատարել։ Ես խորապես տպավորված եմ ոչ միայն մասնագետների հմտությամբ, այլև այն փիլիսոփայությամբ, որով նրանք առաջնորդվում են, հեռացնել ուռուցքը պահպանելով առողջ հյուսվածքները եւ միաժամանակ հասկանալ ուռուցքի կենսաբանությունը, քանի որ յուրաքանչյուր կնոջ մոտ գինեկոլոգիական քաղցկեղը տարբեր պատկեր է ունենում։ Մենք Եվրոպայի ամենամեծ կենտրոններից մեկն ենք, որը հիմնադրվել է դեռ 1710 թվականին, եւ ես իսկապես հպարտ եմ տեսնել, որ այստեղ վիրաբուժության որակը նույն մակարդակի է։ Եվրոպացի մասնագետն իր ղեկավարած կենտրոնի փորձով է համոզվել, երբ գինեկոլոգիական քաղցկեղը բուժվում է հատուկ մասնագիտացված կենտրոններում, կանանց ապրելիության ու կյանքի որակի ցուցանիշները զգալիորեն բարելավվում են։ Այդ պատճառով գինեկոլոգիական ուռուցքաբանության Եվրոպական միությունը ESCON առաջ է մղում այսպես կոչված գերազանցության կենտրոնների հայեցակարգը, եւ այդ կենտրոններից մեկն էլ Նայիրի բժշկական կենտրոնի օնկոգինեկոլոգիական ծառայությունն է, որը սերտորեն համագործակցում է ESCO-ի հետ եւ հանդիսանում է այդ միության թրեյնինգ կենտրոնը Հայաստանում։ Գինեկոլոգիական ուռուցքաբանության Եվրոպական միությունն այսօր աշխարհում ամենահեղինակավոր գինեկոլոգիական կազմակերպություններից է։ Մեր գործունեության կարևոր ուղղություններից են մասնագիտական թրեյնինգների, մաստեր կլասների կազմակերպումը, ինչպես նաև իրական կլինիկական դեպքերի վրա հիմնված հետազոտությունները։ Մենք վերլուծում ենք յուրաքանչյուր կենտրոնից ստացված տվյալները, հասկանալու համար, թե որ պացիենտների խումբն է առավել արդյունավետ արձագանքում բուժմանը։ Այս կենտրոնը այդ գործընթացի մասն է եւ կարծում եմ, սա միակ կենտրոնն է Հայաստանում, որն ունի կառուցվածքային երկխոսություն մեզ հետ։ Այսպիսի կենտրոններն անհրաժեշտ են ոչ միայն առանձին հիվանդանոցների, այլև երկրների եւ ամբողջ տարածաշրջանների բժշկության մակարդակը փոխելու համար։ Որպես ESCO-ի նորընտիր նախագահ Սեհուլին մտադիր է շարունակել համագործակցությունը Նայիրի բժշկական կենտրոնի հետ, խորացնելով եւ ընդլայնելով այն ոչ միայն կլինիկական, այլև կրթական եւ գիտահետազոտական ուղղություններով։ Մասնավորապես քննարկվում է փոխանակման ծրագրերի իրականացումը, որպիսի Նայիրի բժշկական կենտրոնի երիտասարդ մասնագետները կարողանան վերապատրաստում անցնել Շարիտե աշխարհահռչակ կլինիկայում։